որպեսզի կայանա այդ հասարակական համերաշխությունը եւ կայանա այդ հաղթանակը քվեարկության արդյունքում ոչ մի այլ բանի մասին չենք խոսում ենք միայն քվեարկության մասին եթե հավաքական ընդդիմությունը այսինքն բոլոր ընդդիմադիր ուժերը ավելի շատ են թվով տոկոսով ձայների քանակով ավելի շատ են քան իշխանությունը պարզ հասարակ տրամաբանությունը պետք է այդ ձայները միտեղ տեղավորել օրինակ ինչ կարելի է անել հիմա կարելի է բոլոր քաղաքական ուժերը ովքեր որ կան ընդդիմադիր քաղաքական ուժերը հանեն իրանց տեխնացությունները եւ կոչ անեն որ իրանց քվեարկողները իրանց կողմնակիցները քվեարկեն ինչ որ ուժի օգտին այդ ուժը այս պահին ենթադրվում է որ ուժեղ Հայաստանն է քանի որ բոլոր հարցումները ցույց են տալի որ անգամներ ավել են ուժեղ Հայաստանի կողմնակիցները հետեւաբար պետք է այն ուժը որը ավելի մեծ հնարավորություն ունի պետք է իրան օգնել ոչ թե պակասացնել տանել ավելի փոքրին տալ այլ ավելի պետք է բոլորը տան մի ուղղությամբ այսինքն նույնիսկ հիմա այս պարագայում տեսեք սկզբից մենք խոսում ենք փոշիացող ձայների մասին չէ մենք ինչի չմասնակցեցինք որովհետեւ մենք չէինք ուզում փոշիացնենք ինչ որ տոկոս տանենք փոկեինք ընդդիմությունից մենք պետք է ընդդիմադիր ձայները տանեինք մենք դա չարեցինք որ դա գնա ընդդիմադիր ուժերին ով ավելի շատ հնարավորություն ունի գնա այդ ուժերին հիմա այն ընդդիմադիր ուժերը այն հիմնական ուժերի մասին է խոսքը որոնք ունեն հնարավորություն հանելու եւ իրենց ձայները փոխանցելու կամ իրենց կողմնակիցներին ուղղորդելու մի ուժի օգտին տվյալ դեպքում հիմա ուժեղ Հայաստանն է որը առաջ է դա պետք է անեն հանուն նրա որ չդառնան ավելի մեծ փոշիացնող ավելի մեծ տարանջատող